Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Վերջին տարիներին հատկապես Ռոզայի անձնականը թույլ է տվել ավելի շատ հետաքրքրություն դերասանուհու անձի շուրջ։ Դերասանուհին ամեն օր հանդես է գալիս հրապարակումներով, կիսվում գովազդային հոլովակներով, ինչպես նաև ներկայացնում իր առօրյան հերթական գովազդը դերասանուհին իրականացրել է իրենց անձնական շահերից ելնելով։ Բանն այն է, որ դերասանուհին ներկայացրել է իրենց ավտոմեքենան, նշելով, որ նրանք վաճառում են այն։ Շատերի մոտ կարծիք է առաջացել, որ դերասանուհին և ամուսինը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, և հենց դա էլ պատճառն է նրանց մեքենան վաճառելու որոշման, սակայն շատերն էլ նշում են, որ միգուցե նրանք ցանկանում են թարմացնել իրենց ավտոմեքենան։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել, դժվար է ասել, մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Ընդամենը 2 ամիս առաջ վերջերս համացանցի քննարկման թիվ 1 թեման երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր։ Հարսանիքն անսպասելի էր այնքանով, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հայտնել նշանադրության մասին, դե իսկ նախքան նշանադրությունը ևս չէր խոսել իր անձնականի մասին։ Մարդիկ գիտեին, թե Ռոզայի սիրտն ազատ է, սակայն մի քանի հրապարակումներով Ռոզան ակնարկել էր, որ սիրելի ունի, ցույց տալով իրեն ուղղված կերշիկ եղանակընկալները։ Դրանք անթիվ անհամար էին։ Համացանցում Ռոզայի նշանադրությունից հետո տեղեկություն տարածվեց, որ նրա սիրելին կապ ունի կողական աշխարհի հետ։ Սակայն հարսանիքից հետո լուրեր պտտվեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ռոզայի սիրելին Գուրգենը ռուսաստանցի գործարար է։ Նշենք, որ զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին հարսանիքի օրը որոշել էր նշել երջանկայի շատակ հայրիկի ծննդյան օրը, ով մահացել էր տարիներ առաջ։ Համացանցում Ռոզայի հրապարակումներին կից մեկնաբանություններ են գրվում, որ ամուսնությունից հետո նա տանջված և տխուր տեսք ունի։ Ռոզան իհարկե այս ամենին ծիծաղով է վերաբերվում։ Նա երեկ ինստագրամյան հարթակում սթորի էր հրապարակել, կրկին անգամ ակնարկելով, որ ինքը երջանիկ է և խորհուրդ տալով չհավատալ այն լուրերին, որոնք հրապարակվում են։ Մի հավատացեք այն լուրերին, որոնք որ տեսնում եք, ինձ մոտ ամեն բան լավ է, նշել էր դերասանուհին։ Ներկայացնում ենք դերասանուհու հարսանիքից մի քանի կադրեր։